Պարոն Նազարյան, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունն ամեն օր վերջին օրերին ավելի ինտենսիվ խոսում է խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի մասին, բայց Ադրբեջանը շարունակում է կրակոցներ, հատկապես Սյունիքի մարզի սահմանային հատվածներում, երբեմն անկանոն, երբեմն թիրախավորված բնակարաններ, տներին է այդ կրակոցները հասնում։ Ինչու այս պահին Ադրբեջանը կրակում է, ինչ է փորձում ունենալ, ստանալ Հայաստանից, որը չի կարողանում այս պահին, եւ արդյոք սա կարող է հանգեցնել որոշակի էսկալացիայի։ Ադրբեջանի համար մեծ հաշվով նոր իրավիճակ է ստեղծվել եւ ադրբեջանական կողմը ինքը իր համար ուզում է փնտրել, գտնել մի հարցի պատասխան, իսկ ինչ է ասելու իր ժողովրդին, եթե Հայաստանի հետ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, որովհետև այդ պետությունը ստեղծվել է բառից բուն իմաստով Հայաստանի ու հայկականության վրա ատելությամբ։ Դրանով իրենց իշխանությունը եւ պահել է իր իշխանությունը եւ որոշակի մոբիլիզացիայի ենթարկել ազգը ու ազգաբնակչությունը։ Հիմա երբ որ ստորագրում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, ստացվում է, որ դա մեսիջ է, ազդակ իր բնակչությանը, որ Հայաստանը մեզ հետ թշնամի չի եւ այլևս մեր հակառակորդը չի, բայց այդ դեպքում այդ տիպի իշխանությունների համար պետք է մի այլ թշնամի, մի այլ թշնամու կերպար, որի շուրջ պետք է համախմբի կամ որի օգնությամբ ճնշի հավանական ընդդիմադիր խմբավորումների ակտիվացումը։ Ադրբեջանը այս խնդիրն է հիմա լուծում եւ փորձելու է լուծի եւ մինչեւ կողմնորոշվի, թե ինչ բանաձևով պետք է աշխատի իր ժողովրդի հետ։ Սա է ցավոք սրտի իրականությունը եւ ունենք այսպիսի հարևան։ Իսկ դուք վտանգ չեք տեսնում այս պահին ամեն դեպքում լայնածավալ ռազմական գործողություն։ Լայնածավալ պատերազմական գործողություններ չի կարող լինել, չի լինելու եւ այդ մասին գիտեն բոլորը, բայց նաեւ այս կրակոցներով Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում, որովհետեւ ցավոք սրտի Հայաստանյան հանրությունը ինքը էմոցիոնալ է, մեր ազգը շատ էմոցիոնալ է, բավական հեռու դիվանագիտությունից եւ շատ ներողություն մի բառ ասեմ, ամենահասարակ քթածակությունից, որովհետև բոլորս վերցնում ենք մեր անձնական թիմային շահը, մի կողմ դնելով պետական շահը, որից լավ օգտվում է Ադրբեջանը։ Օրինակ բերեմ, կրակոցները միայն չի վտանգում Խոզնավար գյուղի բնակչի կյանքը, կրակոցների մասին հրապարակումները, ունենք փորձագետներ ճակերտավոր, որոնք այս ու այն ալիքով անդադար խոսում են, որ էսա եթե այսօր չէ, երկու շաբաթից է պատերազմը սկսելու, Լավրովը գալիս է Հայաստան, ասում են Լավրովը եկավ ասի, որ էսա շուտով մեծ պատերազմ է սկսում, սրանով մենք ընդամենը նպաստում ենք, որ Հայաստանը մեծացնի արտագաղթի ծավալները, որովհետև բնակչության 95%-ը ինքը ոչ Facebook-ում է ակտիվ, ոչ հասարակական կյանքում, ինքը ուղղակի լսում է, հետևում է եւ որոշումներ է կայացնում, կամ գնում է թղթեր է հանում հիվանդության, կամ երեխային քաղաքացիությունից է անում, կամ էլ ընտանիքով իրոք թողում գնում են հայրենիքից, այնպես որ Ադրբեջանը ոչ մի բան հենց այնպես չի անում, իրենց մոտ ամեն ինչ մտածված է, ամեն ինչ շատ լավ հաշվարկված, այ մեր մոտ է, որ ոչ մի բան ոչ հաշվարկված է, ոչ էլ մտածված։ Բայց արդյոք զգոնությունը մարդկանց չի կորում, երբ որ մենք էլ շարունակ պնդում ենք, որ կրակոց է, բայց ոչինչ, մենք խաղաղությանն ենք գնում, այսինքն զգոնությունը չի կորում մարդկանց։ Զգոնությունը մարդկանց կորի չկորի, դա կարևոր չի, կարևորը պետության զգոնությունը չկորի, այսինքն այն ստորաբաժանումների, որոնք ի պաշտոն է, իրենց գործառույթն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, ապահովել Հայաստանի համար անվտանգությունը։ Եթե հիմա ես շատ հաճախ իմ ընկերների հետ, ծանոթների, հակառակ մտածողների հետ այս թեմայով շատ ենք բանավիճում, ասում են ինձ հակափաստակ բերում են, ասում են, բա մարդկանց
զգոնությունը բարձր չպայենք, այ ենթադրենք օրինակ X գյուղի բնակչին անդադար ասում եք, որ Ադրբեջանը էս է անում, զինվում է եւ այլն եւ այլն։ Այդ բնակիչը ինչ պիտի անի։ Հակա հրթիռային համակարգեր է ձեռք բերելու, նոր զենքեր է ձեռք բերելու, ինչ է անելու այդ մարդը, ընդհանրապես ինքը վախենալու է, տագնապելու է, զգուշ տրամադրություն ընկնելու է, գյուղատնտեսական աշխատանքով չի զբաղվելու, ասելու է դե հələ տեսնենք ինչ ալնելու, այսպես 30 տարի, որովհետև այս վիճակը կարող է 30 տարի շարունակվել, մեկ օրից մինչև 30 տարի։ Մենք սա որպես ազգ պետություն պիտի հաշվի առնենք, որ ունենք այսպիսի հարևան, որի հետ ապրելու բանաձևը պետք է գտնենք, իրենք այդպիսին են։ Իսկ իշխանության քայլերը ձեզ այսպես տալիս են հիմք ենթադրելու, որ այո, իշխանությունը գոնե գիտի եւ պատրաստվում է Ադրբեջանի հետ հնարավոր դիմակայության։ Այդ հարցին պիտի պատասխանի ավելի շուտ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը կամ կառավարության անդամը, ես իմ գործն է կառավարությանը եւ կառավարող ուժի խմբակցությանը անդադար հուշեմ, պահանջեմ, որ իրենք լինեն զգոն։ Իսկ թե ինչքանով են զգոն, ես կուզեմ, որ շատ զգոն լինեն, բայց դա միամտություն կլինի, եթե մենք ասենք, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է արվում, ոչ մի սխալ չի արվում, չէ, պետք է անդադար քննադատել կառավարությանը, անդադար պահանջել, որ եւ բանակը լինի ավելի լավը եւ մյուս բոլոր համակարգերը, որոնք պետք է մեր երկրի անվտանգությամբ զբաղվեն։ Պարոն Ազարյան, երեք շատ քննարկվեց այս երկու օրը ազգային ժողովի նախագահային հայտարարությունը, որ ադրբեջանցիները կարող են գալ Հայաստանում ապրել այնպես, ինչպես հայերը Վրաստանում։ Դուք այս հայտարարությունը ինչպես է գնահատում եւ արդյոք հնարավոր է, որ նախ երբ որ ասում են գալ, ուզում ենք հասկանալ ի վերջո որտեղ են գալիս, այսինքն իշխանությունը չի ասում, ասենք որտեղ են գալու բնակվել, ինչի մասն է։ Դա շատ նոր հարց է, շատ նոր հարց է եւ ես բոլորին, այդ թվում Հայաստանի բոլոր տեսակ ղեկավարներին կոչ կանեմ նման արտահայտություններ անելիս լինել շատ զգուշ եւ զգուշավոր, որովհետեւ ապրել մի երկրում բոլորը կարող են, բայց երբ որ մենք խոսում ենք այն երկրի մասին, որի առաջին դեմքերից մենք անդադար լսում ենք, որ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հայրենիք, սա շատ վատ տեղ է տանում։ Այ որ լինի ինչ-որ X տարի հետո Հայաստանն ու Ադրբեջանը կհաղթահարեն մանկության բնորոշ բոլոր պետության մանկության բնորոշ բոլոր հիվանդությունները եւ կհասնեն մի մակարդակի, արդեն կարելի է մտածել, ասենք, եթե մի X ադրբեջանցի ուզում է ապրել Հայաստանում, մենք դրան ոնց ենք վերաբերվելու, բայց դե ինձ թվում է դա 2 սերունդ հետո է լինելու այդ թեման։ Եվ ուզում եմ նաև աղմկարույց մի օրենքի նախագծի մասին խոսենք, պարոն Նազարյան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից Հայկ Սարգսյանը ներկայացրել է, ինչպես արդեն հանրության կողմից որակվում է, փողով բանակից ազատվելու մասին նախագիծը։ Ձեր գնահատմամբ ինչպիսին է այս նախագիծը եւ արդյոք սա շերտավորում չի առաջացնել, ինչպես շատերը կարծում են, որ դառնալու է աղքատների բանակ կամ բանակի հիմքերը քանդելուն է նպաստում։ Ես զրուցել եմ Հայկ Սարգսյանի հետ այս հարցով իմ մտահոգություններն ու դիտողությունները ասել, իմ համար շատ մտահոգիչ է, բայց ավելի շատ մտահոգիչ է այն վիճակը, որը մենք ունենք, այսինքն մեր նախորդ հարցին վերադառնալով, մարդիկ էլի առաջնորդելով նեղ անձնական շահերից, իրենք ասում են, մենք լուծում ենք մեր ընտանիքի հարցը, եւ թքած ունենալով, որ իրենք ապրում են այս պետությունում, իրենք ձեր ասած ասում են զգոն եղեք, մեր անվտանգությունը ապահովեք, բայց մենք ով ենք, դա մեզնանից յուրաքանչյուրն է։ Հիմա եթե պատկերացրեք ամեն մեկս մեր երեխային ազատի բանակից, դա նշանակում է պետության լուծարում։ Իսկ մեր հասարակությունը կարծես անգլերեն ասած օքեյ է բանակից երեխեքին ազատողների նկատմամբ։ Ինքը այսօր ես թվեր չհրապարակեմ, բայց սարսափելի պատկեր ունենք, թե քանի հոգի է իր երեխային բանակից ազատելու համար քաղաքացիությունից անում հայաստանյան, քանի հոգի է
եւ շատ հոգիներ են իրենց երեխեքին ճակերտավոր հիվանդացնում, որ բանակից խուսափեն եւ մեր համակարգը ինչքան վատ է պետական կոռուպցիայի տարբեր դրսևորումներով, որ բոլոր դրանք կարողանում են այդ ոչ օրինական ճանապարհով իրենց երեխաներին ազատել բանակից։ Հայկ Սարգսյանը ասում է, որ ինքը ուզում է այս գումարը օրինականացնելով փորձի գոնե բյուջե փող բերել, որով մենք կունենանք զինծառայող, որը կստանա բարձր աշխատավարձ եւ հաճույքով կծառայի Հայաստանի Հանրապետության համար, բայց իմ մտահոգությունը այստեղ գիտեք որն է, որ եթե մենք սահմանում ենք X գումար բանակից ազատվելու համար, իհարկե ոչ ամբողջությամբ, այնտեղ առաջարկվում է մի ամիս ծառայություն եւ այլն, դա չի կարեւորը։ Իսկ որն է երաշխիքը, որ այդ մարդը նորից չի գնալու ավելի ցածր գին վճարելով, կաշառք տալով իր երեխային ազատի բանակից, ազատի քաղաքացիություն։ Այս խնդիրը լուծված չէ առաջարկով։ Չկա ոչ մի երաշխիք, որ այդ մարդը կհամաձայնվի 30 կամ 60 միլիոն դրամ վճարել, ինքը կգնա կգտնի այն ճանապարհը, որտեղ վճարելու է 3 կամ 6 միլիոն դրամ իր երեխային բանակից ազատելու։ Այս նախագիծը տեղին չի եւ պետք չի այս ձևով ընդունել։ Ես կոչ եմ անում, որ պետությունը պարտավոր է փակել այդ ճանապարհները, որով կոռուպցիոն համակարգերով երեխեքին բանակից ազատում են։ Մենք սրա վրա պետք է ուշադրություն դարձնենք, որովհետև այս ձևով օրենքի նախագծով դառնում է դա ինչ որ ձևով կոռուպցիա, որտեղ փող է ստացած, ազատվում է եւ ինչ անեն այն մարդիկ, որոնք այդ փողը չունեն։ դա առաջացնում է երկրորդ ծանր հարվածը, որովհետև այն մարդը պարզ ասեմ, ընտանիքում կռիվ է լինելու կնոջ ու ամուսնու միջև։ Կինը ասելու է, գիտես, վաղինակը ոնց իր երեխուն ազատել, տարա ինձ չի հետաքրքրում, գնա ինչ ուզում ես արա, այդ փողը հավաքի, բեր տար տուր եւ այլն։ Դա վատ բարոյալքված հասարակության պատկեր է, բայց ունենք այս պատկերը։ Ես ասում եմ, եկեք մեր բոլոր ուժերը պետական, հասարակական դնենք եւ այս երևույթը վերացնենք։ Ես ասում եմ, եկեք բոլոր այն մարդկանց, որոնք վերջին 5 տարիներին հիվանդությունների պատճառով ազատվել են, եկեք կանչենք կրկնակի անկախ հանձնաժողովներով, այդ թվում պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բժիշկներ, անկախ, եկեք բոլորին նորից ենթարկենք բժշկական փորձաքննության եւ ով առողջ է եւ կեղծ բաներ ուներ, այդ տեղեկանքներ ուներ, եկեք այդ մարդկանց նորից հրավիրենք մեր բանակում ծառայելու։ Ինձ ասում են եւ նրանց ովքեր իմ հետ համաձայն, ասում են դա մարդու իրավունքների խախտում է, ինքը իրավունք ունի հրաժարվել կրկնակի փորձաքննությունից։ Բայց եթե մենք պետության մեկ ասում եք եկեք ուժեղացնենք պետական անվտանգությունը, Ադրբեջանը կրակում է, այս անում, ինչի է 25-օրյա հավաքներին շուտ կանչում, բա ինչ անենք որպես պետություն, չէ, մի կողմից ասում ենք եկեք օրենք ենք ընդունում, որ մեր բանակը, մյուս կողմից ասում ենք եկեք այդ մարդկանց ենթարկենք կրկնակի փորձաքննության բժշկական, ասում են դա մարդու իրավունքների խախտում է։ Չէ, տենց մենք ոչ մի բան չենք ստանա։ Մենք ավելի վատ վիճակի մեզ կգցենք, պետություն պետքա կամք ցուցաբերի եւ վերջին հաշվով անվտանգությունը ավելի կարեւոր է, քան իմ կարծիքով այս դեպքում կեղծ դեմոկրատական ինչ-որ արժեքներ, ինչ է նշանակում, մենք գիտենք, որ նա կեղծ տեղեկանք ունի, բայց ասում ենք դե հանուն մարդու իրավունքների իրեն պետք է ասենք, որ դե լավ, չկա տենց բան, մենք պետքա լրջանանք որպես պետություն, որպես հասարակություն, ի վերջո բոլոր բանակից ազատվածները քաղաքացիության պատճառով 95%-ը շարունակում է ապրել Հայաստանում, գնում է հայկական դպրոց, Հայաստանի քաղաքացի երեխայի վարձավճարով շարունակում է սովորել համալսարաններում, այսինքն օգտվում է բոլոր այս երկրի ստեղծած այս ամեն ինչից, բայց ինքը այս երկրի նկատմամբ պարտականություն չունի, բայց ամենավատը իմ համար, ամենակարևորը հասարակությունը ինքը ասում եմ լավ է արել, կարացել է տղային ազատել է, այ միջև մենք սա չհաղթի այն, որ մեկը հանկարծ
հասարակությունը իմանա, որ ինչ-որ մեկը իր երեխային բանակից ապօրինաբար ազատել է, ինքը ամաչի տնից դուրս գա, բայց մեր մոտ հակառակն է, այն ազատողները ասենց քեֆ են անում, ընկերներին հրավիրում են, նշում են բանակից ազատվելու, այդ բա ասենց մենք ինչ հասար, բա այդ նույն մարդը կապ չունի, այսօր Նիկոլն է, Սերժն է, Քոչարյանն է, սկսում են, բա այս ինչ է կանում երկրի հետ, բան, այն մարդը, որը երեխային բանակից ազատել է, բա այսպես հասարակություն լինում է, չի լինում, այսպես պետություն լինում է, չի լինում, մենք նաև պատգամավոր, լրագրող, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, իրոք պետք է հարցեր կան, որ մի կողմ դնենք մենք, ում ենք համակրում որպես քաղաքական ուժ, ում ենք տեսնում որպես վարչապետ, այս հարցերում պետք է միավորվել ու միասնական քայլեր անել, որովհետև այսպես իրոք շարունակվել չի կարելի եւ այն մարդիկ, որ Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքը դատապարտում են, գիտեք, ասում են հասարակությանը աղքատի ու հարուստի եք բաժանում, բայց այդ նույն մարդիկ չեն ուզում տեսնել, որ այսօր արդեն բաժանված է այդ հասարակությունը եւ այսպես ասած հարուստի տղաները բանակում չեն ծառայում։ Մեր երեխեքը այո, չեն ծառայում, մեր երեխեքը գնում են բանակ, գիշերը 2 ժամ են քնում, որովհետև հերթապահողները քիչ են, որովհետև մի քանիսը մեր կողքին ապրող, մեր շենքում, մեր բակում, մեր քաղաքում, մեր գյուղում, մեր մարզում իրենք ուրախ քայլում են, մեր երեսին էլ նայում են ու չեն ասում, որ իրանց քայլի պատճառով երեխեք առողջությունը քայքայում են։ Էս է խնդիրը։